Ինչու որքան շատ ունես, այնքան դատարկ ես զգում քեզ։ Այսօր ուսումնասիրելու ենք ագահության նեյրոհոգեբանությունը եւ Սողոմոնի դասը։ Եվ կտեսնես, որ քեզ ոչ թե շատ բան է պակասում, քեզ պարզապես գոհունակություն է պակասում։ Պատկերացրու մի սովորական օր, ձեռք ես բերում լոտոյի մի տոմս։ Ոչ մի մեծ ակնկալիք չունես, գուցե նույնիսկ կատակով ես ձեռք բերում, գուցե մտածում ես մեկ է չեմ շահելու, բայց հանկարծ պարզվում է դու շահել ես ոչ թե մի քանի հազար, ոչ թե մի քանի 100,000, այլ 100 միլիոն ռուբլի։ Մի ակնթարթում քո կյանքը փոխվում է։ Երեկ դու սովորական մարդ էիր, այսօր արդեն միլիոնատեր ես։ Երեկ մտածում էիր, թե ինչպես փակել քո պարտքերը, այսօր բոլորը մտածում են, թե ինչպես քեզանից ինչ-որ բան ստանան։ Երեկ քեզ չէին հիշում, այսօր քեզ զանգում են հին ընկերները, հեռավոր բարեկամները, մարդիկ, որոնց անունն էլ հազիվ ես հիշում։ Բայց սա հեքիաթի դեռ սկիզբն էր։ Եվ երբեմն այն, ինչ մենք համարում ենք մեծագույն ձեռքբերում եւ օրհնություն, կարող է դառնալ մեր կյանքի ամենամեծ փորձությունը։ Եվ հենց այսպես պատահեց Ռուսաստանում, ավելի կոնկրետ Սանկտ Պետերբուրգում ապրող մեր հայրենակից Ալբերտ Բեգրակյանի հետ։ 2009 թվականին նա լոտոյով շահեց 100 միլիոն ռուբլի, որն այն ժամանակվա կուրսով մոտ 3 միլիոն դոլար էր։ Այդ ժամանակ դա հսկայական հարստություն էր։ Նրա մասին գրեցին թերթերը, լրագրողները ազդարարեցին այդ խոշոր շահման մասին։ Եվ մարդկային տրամաբանությամբ այս մարդը պետք է այլևս երբեք ֆինանսական խնդիր չունենար, պետք է հանգիստ ապրեր, ներդրումներ աներ, ընտանիքի ապագան ապահովեր եւ վայելեր իր ունեցվածքը, բայց պատմությունը այդպես չավարտվեց։ Կարճ ժամանակի ընթացքում այդ մեծ գումարը սկսեց ցրվել։ Թանկ գնումներ, անխոհեմ որոշումներ, առանց փաստաթղթի տրված պարտքեր, մարդկանց ճնշում, հարկային խնդիրներ, անհետ կորած բարեկամների հայտնվել, չվերադարձված գումարներ եւ վերջում մեր միլիոնատեր հայրենակիցը սննկացավ, կորցրեց այն ինչ որ ուներ եւ մի բան էլ ավելին։ Եվ այստեղ հարցը միայն փողը չէ, որովհետև շատ հեշտ է ասել ես նրա տեղը լինեի, այդպես չէի անի։ Բայց հենց այստեղ է մեր առաջին սխալը։ Մենք հաճախ կարծում ենք, որ եթե մեզ ավելի շատ տրվի, մենք ավելի իմաստուն կդառնանք, բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Շատը չի ստեղծում իմաստություն, շատը բացահայտում է իմաստության առկայությունը կամ իմաստության պակասը։ Փողը մարդուն իրականում չի փոխում այնպես, ինչպես մենք ենք մտածում կամ պատկերացնում։ Փողը հաճախ ուժեղացնում է այն, ի ցույց է դնում այն, ինչը արդեն կար մարդու ներսում։ Եթե ներսում կա կարգապահություն, փողը կարող է դառնալ գործիք։ Եթե ներսում կա ագահություն, փողը կարող է դառնալ կրակ, որ կարող է հրդեհել այդ մարդուն։ Եթե ներսում կա իմաստություն, հարստությունը կարող է ծառայել ճիշտ նպատակին։ Եթե մարդու ներսում կա դատարկություն, ապա հարստությունը, նյութական ձեռքբերումը կարող է այդ դատարկությունը դարձնել ավելի խորը եւ ավելի տեսանելի։ Եվ հենց այստեղից էլ բացենք այսօրվա թեմայի դուռը։ Ինչու է մարդը երբեմն շատ ունենալով ավելի դատարկ զգում իրեն։ Ինչու է ավելին ստանալուց հետո նորից սկսում ավելին ուզել։ Ինչու է այն, ինչ երեկ երազանք էր, այսօր դառնում է սովորական մի բան, եւ ինչու ագահությունը երբեք չի ասում բավական է։
Մենք կխոսենք ագահության մասին որպես հոգու խորքային հիվանդություն, որպես ուղեղի պարգևատրման համակարգի սխալ ուղղորդում, որպես ներքին դատարկության նշան։ Եվ մենք կտեսնենք, թե ինչու Սողոմոն իմաստունը աշխարհի ամենահարուստ մարդը, ամենաիմաստուն եւ ամենահզոր թագավորներից մեկը իր կյանքի մի փուլում հասավ այն եզրակացությանը, որ ամեն ինչ ունայնություն է։ Նա չուներ այն խնդիրը, որ մենք հաճախ ունենք։ Նա չէր ասում, եթե ունենամ, երջանիկ կլինեմ։ Նա արդեն ուներ։ Եվ հենց դրա համար նրա խոսքը ավելի ծանրակշիռ է։ Սողոմոնը մեզ ասում է մի սարսափելի ճշմարտություն։ Մարդը կարող է հասնել իր բոլոր ցանկություններին եւ հետո հասկանալ, որ ցանկությունները չէին կարող լցնել իր հոգին։ Եվ այսօր մենք կխոսենք նաեւ դեպրեսիվ դատարկության մասին։ Ոչ թե ամեն դեպրեսիան կկապենք ագահության հետ, դա սխալ եւ անարդար կլինի, բայց կտեսնենք, թե ինչպես մշտական համեմատությունը, մշտական պակասի զգացումը կարող է մարդուն ներսից մաշել։ Եվ գուցե այսօր քեզ պետք չէ պարզապես ավելի շատ ունենալ։ Գուցե այսօր քեզ պետք է մի աչք տեսնելու այն, ինչ արդեն ունես։ Եվ Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցը թեպետ լոտոյով 3 միլիոն դոլար էր շահել, բայց արդյունքում կորցրեց իր քունը, խաղաղությունը եւ մարդկային հարաբերությունները։ Մարդը կարող է ունենալ տուն, ընտանիք, աշխատանք, առողջություն, եկամուտ, հարգանք, բայց ներսում ապրել մի զգացումով, թե կյանքը դեռ լիարժեք չէ։ Նա ունի շատ բաներ, բայց կորցրել է ամենակարևորներից մեկը՝ ունեցածը զգալու կարողությունը։ Խնդիրը սակայն ձեռքբերում ունենալը չէ։ Խնդիրն այն է, երբ ձեռքբերումը դառնում է ինքնության աղբյուր, անձի ինքնահաստատման միջոց։ Երբ մարդը այլևս չի ասում ես մի բան ստացա, այլ ասում է ես արժեքավոր եմ, որովհետև դա ստացա։ Այդ պահից ձեռքբերումը դառնում է ոչ թե օրհնություն, այլ գերություն։ Երբ որ մարդը իր ինքնությունը կապում է իր նյութական ունեցվածքի հետ, դա գոժում է մեծագույն թշվառության մասին։ Գիտության մեջ կա մի հայտնի երևույթ, որը կոչվում է Իսթերլինի պարադոքս։ 1974 թվականին տնտեսագետ Ռիչարդ Իսթերլինը ուսումնասիրեց եկամտի եւ երջանկության կապը։ Նրա հիմնական եզրակացությունը սա էր. որոշ մակարդակից հետո եկամտի աճը ավտոմատ կերպով չի նշանակում, որ մարդը երկարաժամկետ ավելի երջանիկ է դառնում։ Ավելի ուշ այս թեման շարունակեց քննարկվել, երբեմն քննադատվել, բայց այն բացեց շատ կարևոր մի հարց. ինչու մարդը ավելի շատ ունենալով միշտ չէ, որ ավելի բավարարված է դառնում եւ ավելի երջանիկ էլ չի դառնում։ Այս հարցին մոտ է նաև հոգեբանության մեջ հայտնի հեդոնիկ վազքուղու գաղափարը։ Այն ասում է, որ մարդը հաճախ վերադառնում է իր նախկին երջանկության կամ բավարարվածության մակարդակին, նույնիսկ մեծ դրական կամ բացասական փոփոխություններից հետո։ Այսինքն, նոր ձեռքբերումը սկզբում ուրախացնում է, հետո ուղեղը սովորում է դրան եւ այն այլևս նույն ազդեցությունը չի ունենում, այսինքն այդ ձեռքբերումը որոշ ժամանակ անց այլևս չի երջանկացնում, չի ուրախացնում մարդուն։ Այդ դրա համար մարդը սկսում է երանի տալ իր անցյալին, իր պարզ կյանքին, որովհետև թեպետ շատ բաներ է ձեռք բերել, բայց կորցրել է խաղաղությունը։ Սա շատ նման է վազքուղու վրա վազելուն։ Դու վազում ես, քրտնում ես, հոգնում ես, բայց նույն տեղում ես մնում։ Մարդը մտածում է, երբ սա ունենամ, երջանիկ կլինեմ։ Ունենում է
մի քիչ ուրախանում է, հետո ուղեղը հետևյալն է ասում. լավ, հիմա հաջորդը, ու նորից սկսվում է վազքը։ Այստեղ նեյրոհոգեբանությունը մեզ շատ կարևոր դաս է սովորեցնում։ Մեր ուղեղի պարգևատրման համակարգը կապված է ոչ միայն հաճույքի, այլև ցանկության հետ։ Գիտական գրականության մեջ առանձնացվում են wanting եւ liking հասկացությունները, այսինքն ցանկանալ եւ հավանել։ Մարդը կարող է շատ ուժեղ ուզել մի բան, բայց դա ստանալուց հետո նույն ուժգնությամբ այլևս չվայելել դա։ Մի տեսակ դատարկությունը զգալ իր ներսում։ Դոֆամինային համակարգը հաճախ ավելի շատ կապված է ձգտման, մոտիվացիայի եւ ցանկության հետ, քան երևակայական բավարարվածության։ Սա չափազանց կարևոր է։ Քանի անգամ է եղել, որ դու ինչ-որ բան շատ ես ուզել, մտածել ես դրա մասին, համեմատել ես, հաշվել ես, երազել ես, երբ վերջապես ստացել ես, ձեռք ես բերել այն, սկզբում հաճույք ես զգացել, բայց հետո այդ հաճույքը նվազել է, այդ ձեռքբերումը այլևս քեզ չի ուրախացնում։ Ինչու՞։ Որովհետև ցանկությունը միշտ չէ, որ նույնն է, ինչ բավարարվածությունը։ Ագահությունը հենց այս բացն է օգտագործում։ Այն ուժեղացնում է ցանկությունը, բայց չի մեծացնում բավարարվածության կարողությունը կամ զգացողությունը։ Ագահ մարդը ոչ թե պարզապես շատ է ուզում, ագահ մարդը նաև քիչ է զգում։ Նա կորցրել է ունեցածը զգալու եւ վայելելու ներքին զգայունությունը։ Նրա աչքը տեսնում է այն, ինչ չունի, բայց չի նկատում այն, ինչ ունի արդեն։ Նրա միտքը հաշվում է միայն պակասները, բայց չի հաշվում իր ձեռքբերումները։ Նրա սիրտը վազում է ապագայի հետևից, երազանքի հետևից, բայց չի ապրում ներկայի մեջ։ Եվ այստեղ մենք հասնում ենք հենց բուն Սողոմոնին։ Սողոմոնը Աստվածաշնչի ամենահետաքրքիր կերպարներից մեկն է։ Նա ուներ իմաստություն, հարստություն, իշխանություն, փառք, շքեղություն, ազդեցություն, եւ եթե այսօր Սողոմոնը ապրեր, նա կլիներ աշխարհի ամենահայտնի եւ ամենահարուստ մարդը գուցե։ Նրան կհրավիրեին մեծ ֆորումների, նրա մասին կգրեին ամսագրերը, Forbes-ը իր շապիկի վրա կդներ Սողոմոնի նկարը, նրա պալատները կլինեին դոկումենտալ ֆիլմերի թեմա։ Սողոմոնը աղքատ մարդ չէր։ Նա չէր ասում ամեն ինչ ունայնություն է, քանի որ ոչինչ չուներ։ Սողոմոնի խոսքը ավելի ծանր է հենց այն պատճառով, որ նա ուներ գրեթե ամեն ինչ։ Եվ ժողովող գրքում Սողոմոնը կարծես բացում է իր ներքին օրագիրը։ Նա ասում է. ես փորձեցի հաճույքը, փորձեցի կառուցել, պալատներ շինեցի, այգիներ տնկեցի, սա ունեցա, զվարճանքներ եւ հաճույքներ ճաշակեցի, փորձեցի տեսնել, թե ինչ կարող է լցնել մարդու սիրտը, բայց հետո գալիս է այն սարսափելի եզրակացությանը, ըստ որի այդ ամենը ունայնություն էր։ Նա գրեց, որ նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին եւ ահա ամեն ինչ ունայնություն էր եւ հոգու տանջանք։ Մենք կարող ենք ասել, որ Սողոմոնի մոտ այդ ժամանակ էգզիստենցիալ դատարկության զգացում առաջացավ, այսինքն ներքին հոգնածության եւ կյանքի իմաստի ճգնաժամ սկսվեց։ Եվ այսօր շատ մարդիկ հենց սա են ապրում։ Արտաքինից հաջողություն ունեն, ներսից դատարկություն։ Արտաքինից ձեռքբերում ունեն, ներսից հոգնածություն։ Արտաքինից ամեն ինչ կարծես լավ է, բայց ներսից մարդը ասում է. ես չգիտեմ, թե ինչու եմ այսպես դատարկ զգում։ Դա է պատճառը, որ նյութապես բարեկեցիկ հասարակությունները ավելի
շատ են հակված դեպրեսիայի համար, ավելի շատ են թիրախավորված դեպրեսիայի կողմից, քան նյութապես ոչ բարեկեցիկ երկրները։ Սողոմոնի ողբերգությունն այն էր, որ նա ունեցավ շատ բաներ, բայց ինչ որ պահի դրանք այլևս չէին բավարարում իրեն։ Նրա հոգին դատարկ էր մնացել։ Եվ սա շատ արդիական է մեր ժամանակի համար։ Մարդը կարող է ունենալ նոր հեռախոս, նոր տուն, նոր մեքենա, նոր հնարավորություններ, բայց եթե նրա ներսում չկա գոհունակության եւ բավարարվածության ներքին եւ խորը զգացում, այդ ամեն նորը, որ նա ձեռք կբերի, նրան նոր ցավ կպատճառի եւ նոր դատարկություն։ Եվ ամեն նորն էլ վերջիվերջո մի հատկություն ունի, հնանալու հատկություն։ Եվ երբ այդ նորը հնանում է, ագահությունը նորից սկսում է խոսել։ Տեսար, դա էլ քեզ չօգնեց, ուրեմն քեզ ավելի մեծ բան է պետք։ Բայց գուցե խնդիրը այն չէ, որ քեզ ավելի մեծ բան է պետք։ Գուցե խնդիրը պարզապես այն է, որ դու կորցրել ես փոքր բաների արժեքը տեսնելու կարողությունը։ Դու այլևս չես ուրախանում փոքր բաներով, չես զգում այդ փոքր ձեռբերումը, չի բավարարում դա քեզ։ Եբրայեցիներին նամակի հեղինակը շատ հետաքրքիր խորհուրդ է տալիս մեզ։ Նա ասում է, որ մենք պետք է ազատ լինենք արծաթասիրությունից եւ բավարար համարենք այն, ինչ մեր ձեռքում կա։ Բավարարվենք այն բաներով, որ ունենք։ Ինչու՞։ Որովհետև Աստված խոստացել է ասելով. քեզ չեմ թողնի եւ քեզ չեմ լքի։ Սա չի նշանակում, որ մենք պետք է չունենանք նյութական ձեռքբերումներ, չլինենք հաջողակ։ Բավարար համարեք նշանակում է, որ այնինչ արդեն ունես, դա քեզ պետք է ներքին բավարարվածության խորը զգացում ապահովի։ Իսկ դա լինում է միայն, երբ որ մարդը գնահատում է եւ շնորհակալություն է հայտնում Աստծուն բոլոր ձեռքբերումների համար։ Հեղինակը այստեղ պարզապես չի ասում քիչ ունեցեք։ Նա ասում է ազատ եղեք արծաթասիրությունից, որը ամեն չարիքների արմատն է։ Այսինքն հարցը փող ունենալը չէ։ Հարցը փողի հանդեպ սխալ վերաբերմունքն է։ Հարցը փողի իշխանության տակ լինելն է։ Բավարարվածությունը նշանակում է, որ ես իմ արժեքը, իմ ինքնությունը չեմ կապում նյութի հետ։ Այսինքն, եթե ես թանկ հեռախոս եմ բռնում, եթե ես շատ բարձր գնով մեքենա եմ վարում, դա չի նշանակում, որ իմ արժեքը դրանով է որոշվում։ Ես կարող եմ աշխատել վաղվա համար, բայց չարհամարել այսօրը։ Ես կարող եմ ձգտել աճի, բայց չկորցնել երախտագիտությունը։ Հենց սա է նշանակում բավարարվածությունը։ Ես կարող եմ երազել մեծի մասին, բայց չանտեսել փոքր սկիզբը, չանարգել այն փոքրը, որ ես ունեմ։ Եվ հենց այստեղ է հնչում Հիսուսի այն միտքը, որ ասաց. ով ունի, նրան կտրվի եւ կավելանա, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Մատթեոս 25-ում քանքարների առաքում խոսքը վերաբերում է քեզ վստահածի հանդեպ քո հավատարմությանը։ Բայց այս սկզբունքը ունի նաև շատ խոր կիրառություն այս թեմայի մեջ։ Ով ունի, այսինքն ով գիտակցում է, գնահատում է, պահում է, զարգացնում է եւ գոհանում է իրեն վստահվածով, նրան ավելին է տրվում, նրան ավելին են վստահում։ Իսկ ով չունի, այսինքն ով իր ունեցածը չի գնահատում, անտեսում է, չի օգտագործում, չի պահում, շնորհակալ չի լինում, նա իրականում սկսում է կորցնել նույնիսկ այն, ինչ ունի։ Հենց սա նկատի ուներ Հիսուսը։ Սա հոգևոր օրենք է, բայց նաև հոգեբանական օրենք է։ Այսինքն, եթե մարդը չի նկատում իր ընտանիքի արժեքը, չի գնահատում ժամանակը, չի գնահատում առողջ հարաբերությունը, մի օր կարող է կորցնել
այդ հարաբերության ջերմությունը։ Եթե մարդը չի գնահատում իր առողջությունը, մի օր կարող է սկսել ապրել միայն կորցրած առողջության ցավով։ Եթե մարդը չի գնահատում իր այսօրվա հնարավորությունը, վաղը կարող է զղջալ, որ այն անտեսեց։ Եվ եթե մարդը չի գնահատում իրեն վստահված փոքր սկիզբը, նա կարող է երբեք էլ պատրաստ չլինել մեծի համար։ Եվ հենց այստեղ ագահությունը բացահայտվում է ոչ միայն որպես նյութական մեղք, այլ որպես ընկալման հիվանդություն։ Ագահությունը խաթարում է մարդու հոգևոր տեսողությունը։ Այն ստիպում է, որ մարդը չտեսնի Աստծո շնորհքը ներկայի մեջ, որովհետև միշտ սպասում է ավելի մեծ ինչ-որ մի բանի։ Նրա աղոթքը հետևյալն է. Աստված, բան չեմ ուզում քեզանից, բայց եթե ինձ դա տաս, ես շատ գոհ կլինեմ։ Նա ունենում է եւ նորից է շարունակում խնդրել Աստծուց ինչ-որ բաներ։ Բայց իրականում, եթե սիրտը չի սովորել գոհանալ այսօրվա ունեցածով, այդ սիրտը վաղն էլ չի գոհանա, որովհետև գոհունակությունը պայմանների արդյունք չէ, գոհունակությունը սրտի կարգապահություն է։ Եվ հիմա եկեք տեսնենք, թե դա ինչ կապ ունի դեպրեսիայի հետ։ Ժամանակակից մարդու դեպրեսիվ վիճակներից շատերը, իհարկե, ունեն բարդ պատճառներ՝ կենսաբանական, հոգեբանական, ընտանեկան, սոցիալական, հոգևոր։ Չպետք է ամեն դեպրեսիա պարզունակ բացատրել ագահությամբ։ Դա սխալ է եւ անարդար։ Բայց կա մի տեսակ ներքին մռայլություն, որը ծնվում է մշտական համեմատությունից, անբավարարվածությունից եւ դժգոհությունից։ Երբ մարդը ամեն օր տեսնում է ուրիշների հաջողությունը, ուրիշների տունը, ուրիշների մեքենան, ուրիշների ձեռքբերումները, ուրիշների հանգիստը, թե ինչպես է նրանք դա վայելում, կամ էլ ուրիշների մարմնի կառուցվածքը, այդ ժամանակ ուղեղը սկսում է իր սեփական կյանքը ընկալել ոչ թե իրականության մեջ, այլ համեմատության մեջ։ Եվ հենց համեմատությունն է, որ մարդու ներսում ստեղծում է պակասի զգացում, ինչն էլ մարդուն դրդում է ավելին ունենալու մոլուցքի։ Իսկ պակասի զգացումը, եթե երկար ժամանակ մնա, մարդու մեջ կարող է վերածվել նախանձի, ամոթի, անլիարժեքության, անարժեքության եւ հուսահատության։ Եվ դու այդ ժամանակ սկսում ես ապրել ոչ թե քո կյանքի սահմանների մեջ, այլ ուրիշների ցուցափեղկի դիմաց։ Ուրիշի օրհնությունը քեզ համար դառնում է մեղադրանք, ուրիշի հաջողությունը քեզ համար դառնում է ապացույց, որ դու հետ ես մնացել կյանքից։ Ուրիշի ձեռքբերումը քեզ համար դառնում է պատճառ, որ արհամարես քո ունեցածը։ Բայց Աստվածաշունչը հակառակ մոտեցում ունի այս խնդրին։ Աստվածաշունչը չի ասում մի աշխատիր, չի ասում մի զարգացիր, չի ասում ունեցվածքը վատ է, չի ասում հաջողությունը մեղք է։ Աստվածաշունչն ասում է մի դարձիր ունեցվածքիդ ծառան, մի կորցրու հոգիդ ձեռքբերումների ճանապարհին, մի շփոթիր նյութական հարստությունը հոգևոր օրհնության հետ։ Սողոմոնը կարծես հասավ մարդկային ցանկությունների գագաթնակետին եւ այնտեղից տեսավ, որ գագաթը դատարկ է։ Ժողովողի վերջում, իր գրքի, իր օրագրի վերջում, նա գալիս է շատ պարզ եզրակացության. վախեցիր Աստծուց եւ պահիր նրա պատվիրանները, որովհետեւ սա է մարդու ամբողջ պարտականությունը, սա է կյանքի իմաստը։ Այսինքն Սողոմոն իմաստունը իր իմաստությամբ մեզ հուշում է, որ եթե Աստված քո կյանքի կենտրոնում չէ, նույնիսկ ամենամեծ ձեռքբերումը կարող է լինել քո ամենամեծ կորուստը։ Հիմա եկեք խոսենք գործնականի մասին։ Ինչպես սովորել գնահատել ունեցածը
գոհանալ ունեցածով, բայց չմերժել աճը։ Ես կառաջարկեմ 5 նեյրոհոգեբանական եւ հոգեվոր քայլ։ Քայլ առաջին. ամեն օր մարզիր ուշադրությունդ տեսնելու ոչ թե պակասը, այլ այն շնորհը, որ քեզ տրված է, այն օրհնությունը, որ դու արդեն ունես։ Ուղեղը սովորաբար շատ արագ նկատում է պակասը, վտանգը, սպառնալիքը, համեմատությունը։ Սա ունի կենսաբանական հիմք։ Մարդու ուղեղը պատմականորեն պետք է նկատեր վտանգը, որովհետև դա օգնում էր գոյատևել։ Բայց եթե այդ համակարգը դառնում է կյանքի հիմնական ֆիլտր, մարդը սկսում է ամեն ինչի մեջ տեսնել պակաս։ Բայց գոհունակության զգացումը սկսվում է ուշադրության վերադաստիարակությունից։ Ամեն օր հարցրու քեզ. ինչ ունեմ այսօր, որ երեկ կարող էի երազել այդ ունենալու համար։ Ինչ ունեմ ես, որ շատերը չունեն։ Ինչն եմ սովորական համարում, բայց իրականում դա այդքան էլ սովորական մի բան չի։ Կամ հարցրու ինքդ քեզ. ում ներկայությունն է իմ կյանքում օրհնություն ինձ համար, որովհետև շատ անգամ մարդը գնահատում է միայն կորցնելուց հետո։ Շարունակիր հարցնել. ինչ ունեմ, որ կորցնելու դեպքում կհասկանամ դրա արժեքը։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երախտագիտության զգացումը կարող է բարելավել հոգեբանական բարեկեցությունը եւ նվազեցնել բացասական հույզերը, այսինքն գոհունակության զգացումը, բավարարվածության զգացումը քո ներսում կարող է ճնշել դեպրեսիվ հակումները եւ քեզ դարձնել ավելի դիմակայուն, իսկ գոհունակության բացակայությունը քեզ կարող է դարձնել խոցելի դեպրեսիայի համար։ Եվ երախտագիտությունը միայն հոգևոր գեղեցիկ բառ չի, այն ուշադրության մարզում է։ Երբ դու ամեն օր տեսնում ես շնորհը, Աստծո օրհնությունը, ուղեղդ սկսում է նոր նեյրոնային ուղիներ ամրացնել։ Հետևաբար կարող ես աղոթքով հետևյալն ասել. Տեր, բացիր աչքերս, որ տեսնեմ ոչ միայն այն, ինչ պակասում է ինձ, այլ նաև այն, ինչ դու արդեն տվել ես ինձ։ Երկրորդ քայլը. տարբերիր առողջ ձգտումը ագահ ցանկությունից։ Այ հենց մարքեթինգի մեջ հենց այս ագահ ցանկությունն են օգտագործում մեր գրպանը մտնելու համար, մեզ ծուղակը գցելու համար, մեզ թալանելու համար։ Սա շատ կարևոր է։ Ամեն ցանկություն ագահություն չէ։ Ամեն նպատակ նյութապաշտություն չէ։ Ամեն ձեռքբերում հոգևոր անկում չէ։ Աստված մարդուն տվել է ստեղծագործելու, աշխատելու, աճելու եւ զարգանալու կարողություն։ Անկամ ինքը մեզ պատվիրեց, որ աճենք եւ լցնենք երկիրը։ Խնդիրը նպատակը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ դեր ունի այդ նպատակը քո հոգու համար։ Առողջ ձգտումը հետևյալն է ասում. ես ուզում եմ աճել, որովհետև Աստված ինձ տվել է պարգևներ, եւ ես ուզում եմ դրանք օգտագործել հավատարիմ ձևով, գործածել դրանք ինչ որ մեկի շինության համար, ինչ որ մեկի կյանքում արժեք ավելացնելու համար։ Բայց ագահությունը հետևյալն է ասում. ես պետք է ունենամ ավելին, որովհետև առանց դրա ես ոչինչ եմ, բայց եթե դա ունենամ, ես ստատուս ձեռք կբերեմ։ Երրորդ քայլ. սահմանափակիր համեմատության աղբյուրները։ Եթե ամեն օր քո միտքը սնվում է ուրիշների ցուցադրական կյանքով, մի զարմացիր, որ ներսում միշտ քեզ պակաս ես զգալու։ Սոցիալական մեդիան հաճախ ցույց է տալիս ուրիշի կյանքի խմբագրված տարբերակը, իսկ դու դա համեմատում ես քո կյանքի չխմբագրված իրականության հետ։ Սա անարդար համեմատություն է։ Դու տեսնում ես ուրիշի արդյունքը, ուրիշի ժպիտը, ուրիշի երջանիկ վիճակը, բայց չես տեսնում նրա գինը։
Կամ էլ չես տեսնում, որ այդ նկարը կարող է պարզապես քող լինել ավելի դառը իրականության։ Եվ հոգիդ պաշտպանելու համար երբեմն պետք է սահման դնես այն բանի վրա, ինչին նայում ես։ Կարող ես պարզապես ինքդ քեզ ասել. ես թույլ չեմ տա, որ ուրիշի ցուցափեղկը գողանա իմ օրհնությունը եւ իմ խաղաղությունը։ Վերջ-վերջո սոցիալական մեդիաներում մենք ցուցափեղկ ենք տեսնում, որի հետևում երբեմն դառը կյանք է։ 4-րդ քայլը. գնիր, ստեղծիր եւ ձգտիր, բայց նախ հարցրու, ինչի համար։ Այս գնումը ինչի համար է։ Ագահության դեմ պայքարը չի նշանակում, որ դու ոչինչ չպետք է գնես կամ չպետք է նպատակներ ունենաս, բայց պետք է սովորես հարցնել, ինչի համար։ Արդյոք ես ուզում եմ դա, որովհետև դա իմ կարիքն է, թե ուզում եմ պարզապես դրանով տպավորություն թողնեմ։ Արդյոք սա կծառայի իմ կոչմանը, թե պարզապես կփակի իմ ներքին դատարկությունը մի քանի օրով։ Արդյոք սա կօգնի ինձ ավելի օգտակար լինել, թե կդառնա հերթական մի բան, որից հետո էլի դատարկեմ ինձ զգալու։ Երբ նպատակը կապված է արժեքի, ծառայության, ընտանիքի կոչման հետ, այն առողջ նպատակ է։ Բայց երբ նպատակը կապված է միայն ինքնահաստատման եւ համեմատության հետ, որ ուրիշին ինչ-որ մի բան ապացուցես, այն սկսում է թունավորել քո հոգին եւ քո կյանքը։ Եվ Սողոմոնը շատ բան կառուցեց, բայց վերջում հարցը սա էր. ինչի համար։ Արդյոք այդ ամենը բերեց նրան հոգու բավարարման եւ լեցունության։ Նույն հարցը կարող ենք մենք մեզ տալ։ 5-րդ քայլ. ամեն օրդ ավարտիր գոհության աղոթքով։ Օրվա վերջում մի շտապիր միայն մտածել վաղվա խնդիրների եւ այսօրվա պակասների մասին։ Նախ փակիր օրդ գոհությամբ։ Ասա 3 բան, որոնց համար շնորհակալ ես։ Օրինակ կարող ես աղոթել եւ ասել. Տեր, շնորհակալ եմ, որ այսօր արթնացա։ Շնորհակալ եմ այն մարդու համար, ով կողքիս է։ Շնորհակալ եմ, որ դեռ ունեմ հնարավորություն սովորելու, աճելու եւ ծառայելու։ Սա աստվածաշնչյան եւ նեյրոհոգեբանական վարժություն է, եւ իմիջիայլոց դու կարող ես մեկնաբանության մեջ գրել, թե դու ինչի համար ես շնորհակալ։ Այդ ժամանակ դու քո միտքը վարժեցնում ես օրը եզրափակել ոչ թե պակասի հաշվարկով, այլ ունեցածի գիտակցումով։ Եվ ժամանակի ընթացքում սա փոխում է քո ներքին հոգեբանությունը։ Ագահությունը քեզ ասում է, քեզ չի հերիքում, բայց գոհունակությունն ասում է, Աստված այնինչ տվել է, կարող է ավելացնել։ Ագահությունն ասում է, ունեցածդ ոչինչ է, բայց գոհունակությունն ասում է, ունեցածդ սերմ է։ Ագահությունը ասում է, մինչև չունենաս ավելին չես կարող ուրախ եւ երջանիկ լինել։ Գոհունակությունն ասում է, դու կարող ես այսօր ուրախանալ եւ վաղը ավելին ունենալ։ Ահա բալանսը։ Մենք չենք մերժում ձեռքբերումը, մենք մերժում ենք ձեռքբերման կռապաշտությունը։ Մենք չենք մերժում աճը, մենք մերժում ենք այն սուտը, թե մարդը արժեքավոր է միայն ձեռքբերումների ցուցանիշներով։ Եվ գուցե այսօր քեզ պետք չէ ավելին, որ խաղաղվես։ Գուցե քեզ պետք է մի զույգ աչք, որպեսզի տեսնես այն, ինչ արդեն ունես։ Գուցե քո կյանքում կան օրհնություններ, որոնք սովորական են դարձել քեզ համար, բայց ուրիշների համար դա պարզապես աներևակայելի երազանք է։ Գուցե Աստված արդեն այնքան բան է արել, որ եթե մի օր դա կորցնես, նոր այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ ունեիր։ Գնահատիր հիմա, գոհացիր հիմա։ Հիմա ավելի կարևոր հարցը հետևյալն է. ինչ ունեմ, որ չեմ գնահատում։ Եվ գուցե հենց այդ հարցից սկսվի քո ներքին ազատությունը։ Ինչ ունեմ, որ չեմ գնահատում։ Ուզում եմ ավարտել դասականի Հովհաննես Թումանյանի կարևոր ուղերձով։ Առաջի ուղերձը վերաբերում է ագահ մարդուն,
Իսկ երկրորդ ստեղծագործության մեջ նա գովերքում է եւ գնահատում է Աստծո տվածը։ Հեյ ագահ մարդ, հեյ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ։ Քանիսն անսան քեզպես, քեզնից առաջ, քո առաջ։ Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ։ Խաղաղ անցիր, ուրախ անցիր, 2 օրվան էս ճամփետ։ Գնահատելով իր ունեցածը, Թումանյանը հետևյալը գրեց. ամեն անգամ քո տվածից, երբ մի բան ես դու տանում, ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում, զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ, ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Եթե այս նյութը քեզ համար օգտակար եղավ, վերջում ուզում եմ իմ ավանդական հորդորը փոխանցել քեզ, չմոռանաս դնել լայքի նշանը, այս նյութով կիսվել ինչ որ մեկի հետ, որ կարող է նրան օգուտ պարգևել, եւ նաեւ մեկնաբանության մեջ անպայման գրիր, թե ինչի համար ես շնորհակալ։ Իսկ հիմա աղոթենք։ Իմ երկնային Հայր, գալիս եմ քո առաջ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, գալիս եմ ապաշխարության սրտով, ներողություն եմ խնդրում քեզանից իմ ագահության և ընչաքաղցության համար, նյութապաշտության համար, արծաթասիրության համար, ներիր, որ չեմ գնահատել քո տվածը, չեմ գնահատել այն ժամանակը, որ շատերին տրված չէր, չեմ գնահատել այն հարաբերությունները, որ շատերի համար երազանք էր, անգամ այն փոքրը, որ շատերի համար մեծ փափագ էր։ Եվ հիմա գալիս եմ քո առաջ գոհունակ սրտով, շնորհակալ եմ քո առատաձեռնության համար, որ ինձ պարգևել ես կյանք, ինձ պարգևել ես աչքեր, որոնք տեսնում են արևի լույսը, ականջներ, որոնք լսում են գեղեցիկ երաժշտություն, ինձ պարգևել ես ոտքեր, որոնք ծառայում են ինձ, ձեռքեր, որոնք ինձ օգնում են։ Շնորհակալ եմ քեզանից քո սիրո պարգևի համար, շնորհակալ եմ մեղքերի թողության պարգևի համար, հավիտենական կյանքի պարգևի համար։ Դու ինձ բաներ ես տվել, որոնց ես արժանի չէի, բայց ինձ արժանացրեցիր։ Ուրեմն չեմ ուզում ապրել անշնորհակալ սրտով, չեմ ուզում լինել երախտամոռ, այլ ամեն բացվող օրվա հետ ուզում եմ նաև իմ բերանը բացել գոհությամբ և ամեն փակվող օրվա հետ ուզում եմ իմ աչքերը փակել շնորհակալությամբ։ Հիսուսի անունով, ամեն։